Ինչու են տղաները, երբ փորձում են քեզ սփոփել, ասում միայն մի լացիր կամ ներիր, եւ որքան հաճախ ես դա լսում, այնքան ավելի տխուր է դառնում, որովհետեւ թվում է, թե նրա համար մեկ է։ Բայց բանն այն է, որ նա չի անտեսում քեզ, նա իրոք պարզապես չգիտի ինչ անել։ Երբ աղջիկը հուզվում է եւ ուզում է, որ իրեն հասկանան, տղայի գլխում գերբեռնվածություն է սկսում։ Ինչու է նա լացում, ինչպես սա ուղղել, նրա համար էմոցիաները խնդիրներ են, որոնք պետք է լուծել։ Այդ պատճառով նրան ներիրը ընդամենը միջոց է ասելու «խնդրում եմ, այլևս տխուր մի եղիր»։ Իսկ աղջիկների համար կարևոր է հենց էմոցիան, ոչ թե խնդրի լուծումը։ Նրան լուծում պետք չէ, նրան պետք է կապ եւ փոխըմբռնում։ Հարցն այն չէ, թե նրան մեկ է, պարզապես նրա էմոցիոնալ համակարգն ավելի դանդաղ է արձագանքում։ Նա լռում է ոչ թե այն պատճառով, որ անտարբեր է, այլ որովհետև գերբեռնված է։ Նա մեծացել է «տղաները չեն լացում», «եղիր ուժեղ», «եղիր բանական» կարգախոսներով։ Նա սովորել է ամեն ինչ պահել իր մեջ եւ պահպանել հանգստություն նույնիսկ այն ժամանակ, երբ իրեն ցավում է։ Ահա թե ինչու, երբ դու լացում ես եւ հարցնում ինչու չես սփոփում, նրա ուղեղը կարծես կախվում է։ Եվ այդ պարզ «մի լացիր» միակ մեղմ բանն է, որ նա գիտի ինչպես ասել։